Ողջույն, վաղը լռության օր է։ Մյուս օրը ընտրություններ։ Հրապարակվում են զանազան հարցումներ։ Իհարկե, անզեն աչքով էլ նկատելի է, որ վարկանիշին կտրուկ անկում ապրած Փաշինյանը պրոբլեմ ունի։ Խորհրդարան անցնող ընդդիմության քվեները ավելի շատ են։ Եթե իշխանության հարցումները այլ պատկերը ցույց տային, հաստատ վաղ առավոտից բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալություններ, կալանքներ չէին լինի։ Կատարվողը ևս մեկ անգամ ապացուցում է ու հիմնավորում է փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այդ մարդու իշխանությունը իր բոլոր ճյուղերով 8 տարի աշխատել է Հայաստան պետության ու հայ ժողովրդի դեմ։ Արտաքին քաղաքականության մեջ բռնել է երկիրը ցնցումների տանելու ուղին։ Չեմ ասում ԵՄՆ է լավը, թե ԵԱՏՄ-ն է լավը։ Հարցը այն է, որ նա անում է դա ցնցումներով։ Անվտանգային հարցերում դարձյալ ցնցումներ։ Ներսում տնտեսությունը ցնցումների ենթարկվում պարբերաբար։ Ժողովրդի վրա հարկ ու տուրքերը, տուգանքները կտրուկ են եւ դարձյալ ցնցումներով։ Մեր ժողովրդի գլխին եկած բոլոր ողբերգություններից ու դժբախտություններից, պատուհասներից ամենան հենց այս իշխանությունն է։ Ով երեխա է ուղարկում դպրոց, կասի, որ կրթության մեջ քաոս է։ Ով զավակ է բանակ ուղարկում, կասի, որ բանակում ևս քաոս է։ Ով հող է մշակում, կասի, որ գյուղատնտեսությունում դարձյալ քաոս է։ Ովքեր բիզնես ունեն, կասեն, որ իրենց ոլորտներում քաոս է։ Չգիտեմ այդպիսի մի ոլորտ, որը չի տուժել Փաշինյանի իշխանությունից, մեզնից, լրատվամիջոցներից սկսած։ Կա մեկը, որ չի հասկանում, թե ինչ կլինի, եթե Փաշինյանը վերընտրվի։ Անցնող 8 տարին, հաջորդ 5 տարում գլխներից գալիքը չի հուշում։ Եթե որևէ մեկը մտածում է, թե ինչքան վատ բան կա արդեն տեղի է ունեցել, ասեմ, որ չարաչար սխալվում եք։ Հայաստանը դեռ կա ու հայ ժողովուրդը դեռ կա։ Իսկ սրանք ընկել են այդ երկուսի հետևից։ Համոզված եմ, որ սրա ընտրվելու պարագայում մեր ամենակարևոր ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի հարաբերությունները վերջնականապես փլուզվելու են։ Հայաստանում աղքատությունը հենց դրանով պայմանավորված աճելու է, լինելու է անգործ մարդկանց ներգաղթ, ուղղակի կոլապսի առաջ է կանգնելու տնտեսությունը։ Իրանի հետ հարաբերությունները վատանալու են վստահաբար։ ԵԱՏՄ-ից դուրս են հանելու, բայց Եվրամիության գոնե մեկ քայլ չենք մոտենալու։ Հանձնելու են Տիգրան եւ այլ հայկական տարածքներ։ Ադրբեջանը դարձյալ չի վերադարձնելու ոչ մի թիզ հող, դուրս չի գալու օկուպացրած տարածքներից։ Փակվելու են հարյուրավոր դպրոցներ, սահմանամետ շրջաններից արտագաղթ է լինելու, խլվելու են բիզնեսներ, ներդրողներից ով էլ մնացել է փախչելու է։ Հանցավորությունը բազմապատկվելու է, թմրամոլությունը հազարապատկվելու է։ Ժորժան, նախորդ 5 տարվա շարունակությունը դա է։ Պաշտոնյաները դառնալու են ավելի հղփացած։ Նախորդ 5 տարում գնաճը եղել է անտանելի շատ, դա էլ է ավելանալու։ Վստահ եմ չեք էլ կասկածում։ Ոնց եք հիմա ասում թոշակը 10,000-ով բարձրացրեց, գները 30,000-ով հելան, լինելու է նույնը։ Հայաստանում 1 միլիոն մեքենա կա։ Մի մասը բենզինով է, մի մասը հեղուկ գազով է, այսօր Հայաստանում երբևէ եղած ամենաթանկ բենզինն է։ Հեղուկ գազը տարվա կեսին դեֆիցիտ է լինում ու գնաճ։ Եթե Նիկոլը վերընտրվի, ազատ խոսքը կթաղվի վերջնականապես։ Թե հիմա Նիկոլի հետ վիճելու կամ գրառման համար են նստացնում, վաղը հարց տալու համար կնստացնեն։ Հիմա նրա պլակատը պոկելու կամ նրա դիմացով անցնելու համար են սպանում, այն ժամանակ կշարունակեն սպանել հավեսի համար։ Եթե Նիկոլը վերընտրվի, վստահ եմ, Հայաստանը կլցվի ադրբեջանցիներով։ Եթե Նիկոլը վերընտրվի, ատելության մթնոլորտը, որ նրանք են ստեղծել, հաջորդ 5 տարում խեղդելու է ամեն ինչ։ Դուք մտածեք, Ժորժան, թե սրանցից որ մեկն է մյուսից ավելի վտանգավոր։ Մի 2, 3, 4 տարի առաջ պայքարը ակցիաները փողոցում ազգային հողի վրա էին, Արցախի համար էր, Տավուշի համար էր, հիմա բազմաթիվ ոլորտներում բողոքում են, ծաղկավաճառներ, պոմիդոր արտադրողներ, ՓՄԶ ներկայացուցիչներ, վաղը բողոքելու եք բուհերի փակման դեմ, դպրոցների փակման դեմ, ամեն ինչի դեմ, որովհետև սրանք ամեն տեղ են այսպիսին։ Մի ամիս առաջ քարոզարշավ էր, ինչ էր առաջարկում Փաշինյանը։ Մինչև հիմա ինչ է առաջարկում։ Որն է դրանց ծրագիրը։ Կխլեմ Ծառուկյանի ունեցվածքը, կխլեմ Արարատ ցեմենտը, Սամվել Կարպետյանը կնստի, Քոչյանը կնստի, կհանձնեմ տարածքներ, սրան նրան կբռնեն։ Էդ է սրա առաջարկը։
Քոչանն ասում է համաներում կհայտարարեմ։ Փաշինյանն ասում է սաղին կլցնեմ բերդերը։ Քոչանն ասում է ներդրումներ կբերեմ։ Նիկոլն ասում է կխլեմ բիզնեսները։ Քոչանն ասում է բուհերի վարձերը կվերացնեմ։ Նիկոլն ասում է կփակեմ մարզային բուհերը, Երևանից էլ կտեղափոխեմ։ Քոչանն ասում է կհասնեմ արցախցիների վերադարձին։ Նիկոլն ասում է էջը կփակել եմ։ Քոչանն ասում է մեր սահմանները կպահեմ անառիկ։ Նիկոլն ասում է Տիգրանաշենը կհանձնեմ։ Քոչանն ասում է երաշխավորում եմ, որ խաղաղություն կլինի։ Նիկոլն ասում է երաշխավորում եմ, որ սեպտեմբերին պատերազմ կլինի։ Ժորժ ջան, չեք հոգնել այս վիճակից։ Վստահ եմ, հոգնել եք։ Բոլորս ենք հոգնել։ Բայց շունչ քաշելու համար պետք է գնալ ընտրատեղամաս։ Նիկոլը իր ընտրողներին տանելու է տեղամաս, որ այս վիճակը մնա։ Ուրեմն մի տուր այդ շանսը։ Գնա, որ փոխենք։ Որ մեկին հարցնում ենք, թե ինչը տանել չեք կարողանում, պատասխանում են. սուտը, դավաճանությունը, բայց սա իշխանությունն է, որի բրենդը այդ երկուսն են։ Քանիստ եք նրան համարում ստախոս ու դավաճան։ Քանիստ եք ձեզ լավ զգում, երբ ամենուր տեսնում եք Փաշինյանին ինչ որ բան խժռելիս կամ հիստերիկայի գիրկը ընկած։ Որ մեկը թե հպարտություն ապրում, երբ դա դրսում ներկայացնում է մեր երկիրը։ Այս ամենից ազատվել հնարավոր է միայն, երբ շատ մարդիկ գնան ընտրատեղամաս, բայց գնալը գործի միայն կեսն է։ Մյուս կեսն է ճիշտ ընտրություն կատարելը, ընտրել խորհրդարան անցնող ընդդիմադիր ուժի։ Նիկոլի նախորդ ընտրություններում ձայն տված 680,000 ընտրողի մի մասը այլևս իր հետ չէ ու գնալու է ընտրության, որ մերժի։ Հասկացել են իրենց սխալը, հիասթափվել են, հետ են քաշվել, նորմալ է։ Նա բոլոր ռեսուրսները կօգտագործի, որ իրեն ընտրեն, բայց մենք էլ պետք է գնանք, որ ավելի շատ լինենք եւ կանխենք։ Այդ ընտրությունը մեզ համար է։ Ոչ միայն ակտիվ քաղաքացիների համար է, այլև անտարբերների։ Վաղը նրանց հարևաններն են ադրբեջանցիներ լինելու, նրանք էլ են տուժելու սրանց բերելիք բոլոր աղետներից։ Կարճ ասած։ Փաշինյանի ձեռքին մուրճ է, գործիք, որը եւ կառուցելու համար է, եւ քանդելու։ Նա օգտագործեց այդ մուրճը մեր սիրուն երկիրը քանդելու համար։ Նիկոլը միայն իր մասին է մտածում, իսկ մենք մեր մասին մտածում ենք։ Մարդամեկը այո, մեղավոր է այսքան բան մեր գլխին բերելու համար, իսկ նրանք, ովքեր կարող են, բայց չեն կանխում, չեն կանխելու, մեղավոր չեն։ Այսօր կանխելու զենքը քվեաթերթիկն է։ Այս իշխանության պարտությունը բոլորս տեսնում ենք, իրենք էլ են տեսնում։ Մնում է գնալ ընտրատեղամաս ու արձանագրել թղթի վրա։